Սիրելի երևանցիներ, նոր վարչական շրջանում եմ գտնվում։ Տեսեք ջրահեռացման հարցը տոտալ ձախողած էս քաղաքային իշխանությունը, տեսեք մեր քաղաքացին ջրերի մեջ է ամբողջությամբ, ջրահեռացումը Երևան քաղաքում բացակայում է։ Տեսեք ամբողջ նոր վարչական շրջանը այսպիսի վիճակում է գտնվում։ Տեսեք, այսօրվա մեծ խոսալու արդյունքն է Տիգրան Ավինյանենց, տեսեք, Գանգես գետը տեղափոխվել է Երևան նոր վարչական շրջան, վիճակ է այստեղ, քաղաքացիները և վարորդները դժգոհում են, Այս են վարչական շրջաննա, սիրելի քաղաքացիներ, նոր վարչական շրջաննա, որի թաղապետը բռնություն էր կիրառել քաղաքացու նկատմամբ, փոխարենը զբաղվեր ջրահեռացումով, տեսեք, ամբողջ ճանապարհները կիլոմետրերով այսպիսի գետեր են հոսում, կեղտոտ Գանգես գետի նմանվող Երևանը, Տեսեք, հիմա ինչ եմ առաջարկում, Տիգրան Ավինյան, կամ ջրահեռացման համակարգը պիտի ամբողջ Երևան քաղաքում լիներ, կամ պիտի հեռանայի, կամ էլ ավելի լավ լուծում, էլի, պարտադիր մեքենաների մեջ կամերներ պահեն, լոդկաներ պահեն, որ նման անձրևների ժամանակ լոդկաներով գնան, Հենա պարեկներ էլ ունենք, ջրային պարեկներ էլ ունենք, կտուգանեք քաղաքացիների, նաև կամերներ չունանելու համար նոր կետ կհասահմանեք, որ տուգանվեն քաղաքացիները, դե ձեր մոտ տուգանելը լավ է ստացվում, թանկացնելը, տուգանելը, փոխարենը զբաղվեք վարչական շրջանի աշխատանքներով, Քաղաքացիների եք ծեծում, խմբով, հարձակվում քաղաքացիների վրա, մեքենաների հանցագործություններ եք տեղի ունենում Երևանում, ձեր աշխատանքները թողած, այս ժողովուրդը չի ուզում տեսնի ձեր դեմքը նման լկտի պահվածքը, ուզում է տեսնի աշխատանք Երևան քաղաքում, որ նման վիճակով չքայլի մայթերով, մտնի ջրերի մեջ։ Տեսել է վարչական շրջանն է, որի ղեկավարը ձեռներին ազատություն է տվել։ Դրա փոխարեն թող այս հարցերը լուծի։ Ամբողջ նոր վարչական շրջանը, սա որ փողոցն է, այսի բելի հայտի։ Հա, մոլդովական փողոցն է սա է, սիրելի քաղաքացիներ, վերևից ձգվող մոլդովական փողոցն է, ներքևում նաև ամբողջ մասիվի ճանապարհը Միասնիկյան պողոտայով ամբողջությամբ ըս վիճակն է։ Խայտարակություն։ Այն ինչպես կասեր մե խայտարակ վիճակ։ Մե խայտարակ վիճակ։ Հեսա կազիվ են մեքենաները բարձրանում։ Այսքանը։